Հալեպում ամբողջ գիշեր երկինքը որոտում էր։ Սիրիական բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև կրկին բախումներ են։ Զոհեր ու վիրավորներ կան, հայտնում են Հալեպում բնակվող մեր աղբյուրները։ Մարտերը բնակելի թաղամասերում են, որն արդեն զինվորական գոտու է վերածվել։ Հանճված է զինվորական իշխանություններն, որ այդ թաղամասի բնակչությունը բարբե իրենց դուները կամ դուրս կան իրենց դուներեն, որպես զինվորական կոդի նոր ընթարումներու մեջ ավելի զոհեր չունենալու պատկերացումով։ Փակ են դպրոցները, պետական հաստատությունները, օդակայանը։ Հալեպը նորից կրակի մեջ է։ Հալեպահայ մեր զրուցակիցը պատմում է, որ նոր գյուղ թաղամասում բախումների ընթացքում վնասվել է քոլեջի շենքը, որտեղ դեռ աշխատում էին 2 մասնագետ։ Ռմբակոծվում են բնակելի շենքեր ու կրթական հաստատություններ։ Գանձասար պարբերականի փոխանցմամբ կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Նոր գյուղ, Շեյխ Թահա, Ճալահա, Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ, Վիլլաներ, Սուլեյմանիե շրջաններում լսվում են ռմբակոծության և հրաձգության ձայներ։ Շենքերի վրա երևում են փամփուշտի հետքեր։ Հալեպահայերը նշում են, որ հասցրել են խաղաղ անցկացնել Սուրբ Ծննդյան պատարագը հայկական եկեղեցում և ավարտել փոխադարձ շնորհավորական այցերը ազգային առաջնորդարանում։ Սակայն լարված իրավիճակի պատճառով Սուրբ Ծննդին հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել։ Արաբագետները Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի և սիրիական բանակի միջև բախումները կապում են քրդական ուժերին ճնշելու Սիրիա-Թուրքիա համատեղ գործողության հետ։ 2025 թվականի մարտի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սիրիայի դեմոկրատական ուժերը պետք է ինտեգրվեր Թուրքիայի զինված ուժերին, իսկ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները փուլ առ փուլ փոխանցվեին կենտրոնական իշխանությանը։ Սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այժմ չի իրականացվում։ Աբրահամ Գասպարյանի խոսքով տեղի ունեցողը քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժեր կոալիցիան ճնշելու և վախեցնելու փորձ է Թուրքիայի աջակցությամբ։ Ինչ խնդիր է դրված։ Քրդերը ինչ հեռանկար պիտի ունենան այս տարածաշրջանում։ Թուրքիան ունի հստակ նպատակ, որ Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան ամբողջ շրջանները, որոնք հիմնականում քրդաբնակ են և Թուրքիայի սահմանակիցն են, ունեն անվերապահ աջակցություն, եթե չասեմ, նույն Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղն են կամ ֆիլիալն են։ Հետագայում, երբ 13 թվականին ձևավորվեց այդ Սիրիայի դեմոկրատական ուժերը, հիմնականում քրդական ուժերից բաղկացած, սա այն գլխավոր մտավախությունն է, գլխացավանքը Թուրքիայի համար, որովհետև գտնվում է հենց սահմանին։ Սիրիայում կրքերը դեռ չեն թուլանում։ Եվ չեն թուլանա, քանի դեռ կողմերը փոխադարձ ճնշումների քաղաքականություն են վարում։ Աբրահամ Գասպարյանի գնահատմամբ Թուրքիան հաջողության չի հասնելու քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ պայքարում, քանի դեռ նոր մերձավոր արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցը քրդերն են։ Հալեպում վիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, բախումները շարունակվում են, պայմանավորվածությունները չեն գործում, իսկ վտանգի տակ կրկին խաղաղ բնակիչներն են։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում և TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։